Կրկին բարդ է սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր հուլիսի 8-ն է, սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Շատ կարևոր իրադարձություններ են ունենում տեղի աշխարհում, տեկտոնական լուրջ փոփոխություններ են ընթանում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հետաքրքիր հայտարարություններ արվեցին, հետաքրքիր որոշումներ կայացվեցին Ուկրաինայի եւ Եվրոպայի մասով, ինչպես նաեւ կարծում եմ Իրանի, քանի որ Իրանի շուրջ եւս շատ լուրջ լարվածություն է գնում, Իրանը արդեն բանակցություններից պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալիս, իսկ Թրամփը հայտարարեց, որ շատ ավելի հզոր ուժգին հարված է հասցնելու Իրանին։ Ուկրաինայի մասով էլ հետաքրքիր լուրջ պայմանավորվածություններ, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա եւ բավականին սուր հայտարարություններ Ռուսաստանի հասցեին։ Այս հաղորդման ընթացքում այս հարցերը կքննարկենք, բայց մինչև դա կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, մեկնաբանել, եթե հնարավոր է նաև տարածել։ Ասեմ, որ երբ որ մենք քննարկում ենք միջազգային հարցերը, նախքան հաղորդման մեջ նույնպես ասեցի, ցավոք նվազում են դիտումները, մարդուց ավելի շատ հետաքրքրում է թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց կրկնեմ, տեկտոնական շատ լուրջ փոփոխություններ մենք հիմա ունենք աշխարհում եւ այս հարցերը նույնպես չենք կարող չքննարկել։ Ես անձամբ չեմ կարող այս հարցերին չանդրադառնալ, քանի որ այս գագաթնաժողովի ընթացքում այնպիսի կրկնեմ որոշումներ կայացվեցին, որոնք որ միանշանակ ազդելու են թե ռուս-ուկրաինական պատերազմի վրա եւ թե Իրանի վրա։ Ուրեմն սկսում ենք, բայց մեկ կարևոր հայտարարություն Հայաստանից իմ ուշադրությունը այսօր գրավեց Իրանի դեսպանի հայտարարությունը Հայաստանում։ Թրիփի մասով մենք արդեն խոսել ենք, բավականին դրական հայտարարություններ դեսպանի կողմից եւ փաստացի նա ասաց, որ թրիփի մասով խնդիր չունի Իրանը, քանի որ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ թրիփը դեմ չէ Իրանի եւ դեմ դուրս չի գա, որովհետեւ խնդիր Իրանը դրանից չի ունենա։ Հաջորդ հայտարարությունը փոքր ուշ ստացանք եւ այդ հայտարարությունից Իրանի դեսպանի մենք հասկանում ենք, որ հիմա Հայաստանի եւ Իրանի միջև հետաքրքիր բանակցություններ են տեղի ունենում, հետաքրքիր շարժեր կան եւ դա վերաբերվում է կոնկրետ էներգետիկ ոլորտին, որքան հասկանում եմ նավթին եւ գազին, քանի որ դեսպանը հստակ ասում է, որ Հայաստանը սահմանակցում է Իրանի հետ, որը որ նավթ ու գազ ունի, շատ մյուս կողմից Ռուսաստանի հետ, որը որ նույնպես շատ գազ ու նավթ ունի եւ ասում է, որ Հայաստանը կարող է դառնալ հետաքրքիր մի կարևոր, շատ կարևոր տարանցիկ երկիր, երևի գազի եւ նավթի համար, ես որքան հասկանում եմ կոնկրետ էներգետիկ պաշարների տեղափոխման համար Իրանի եւ Իրանը հարուստ է թե գազով եւ թե նավթով եւ այդ նավթը ու գազը հավանաբար գնալու է հիմա Եվրոպա, եթե իհարկե պատերազմը ավարտվի, չնայած հիմա շատ լուրջ սրացում կա Իրանի շուրջ, բայց քանի որ Ռուսաստանում էներգետիկ լուրջ ճգնաժամ է, ես չեմ բացառում, որ հիմա իրանական նավթը գնա նաև Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի միջոցով։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է։ Ես ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ քիչ առաջ մենք տեսանք Պուտինի խորհրդակցությունը եւ փաստացի Ռուսաստանը որոշում կայացրեց, ինքը նավթ արտահանող երկիր էր, որ արդեն վառելիք ներկրի ուրիշ երկրներից։ Այդ վիճակին է հասել Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա անցնենք կոնկրետ միջազգային կարևոր հարցերին եւ Էրդողանի Թրամփի հայտարարություններին։ Թրամփը խոսում է անընդհատ F-35-եր տալու մասին, Թուրքիային գիտեք, եթե F-35 ինքնաթիռներ տա Թուրքիային Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա շատ բան է փոխելու տարածաշրջանում եւ առաջին հերթին ի վնաս Իսրայելի եւ Թրամփը, որքան հասկանում ենք, փոքր նեղացած է Նետանյահուից այդ հայտարարություններից ելնելով, որ ինքը ավելի շատ փորձել է գովել Էրդողանին եւ ինչ որ մի չափով չասեմ բամբասել է, բայց դժգոհել է
Նետանյահուից եւ նա ասում է, որ Նետանյահուն չի սիրում Էրդողանին, Էրդողանը չի սիրում Նետանյահուին, ասում է, որ շատ բնական է, որ Իսրայելը չի սիրում Թուրքիային, քանի որ Թուրքիան ունի շատ մեծ զորք, 1 միլիոնանոց զորք, եւ հիմա նրանք կունենան նաեւ F-35-եր։ Նա կրկին գլուխ է գովել, ասել է, որ մեր շնորհիվ է, որ հիմա Իսրայել պետությունը կա, մի խոսքով։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները միանշանակ Իսրայելում շատ վատ են անցալվելու, բայց մենք ունենք այնինչ ունենք, այդ հայտարարությունները ավելի շատ ի օգուտ Էրդողանի էին, քան Նետանյահուի, ավելի շատ մեծարում էին Էրդողանին։ Իմիջայլոց այսօր Իսրայելում քննարկելու էին հայոց ցեղասպանության հարցը, բայց նոր տեղեկացա այն մասին, որ այսօր այդ քննարկումը տեղի չի ունեցել։ Շարունակենք մեր հաղորդումը եւ հիմա ամենակարևոր կարծում եմ քննարկման հարցը Զելենսկի եւ Թրամփի հանդիպումն է։ Չնայած որ Թրամփը շփոթում էր մեկ-մեկ Զելենսկիին Պուտինի հետ, ասում էր Պուտինի հետ են բանակցում, Թրամփն էլ բավականին երևում է, որ փոխվել է։ Այսինքն մեկ-մեկ շփոթված հայտարարություններով է հանդես գալիս, Զելենսկին ծիծաղում էր, հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում, քանի որ Թրամփը ոչ միայն իրեն էր շփոթել Պուտինի հետ, այլ մի պահ խոսելով Իրանի մասին, ասաց, որ Ճապոնիայի Իսլամական Հանրապետությունը գրոհել է մեր ավիակիրի վրա։ Սակայն եթե կողքի դնենք այդ սխալմունքները, ընդհանուր առմամբ Թրամփի հայտարարություններից, որը որ կարելի է արդեն հասկանալ եւ վերծանման կարիք չունի, մենք հասկանում ենք, որ Թրամփը փոխում է իր քաղաքականությունը Ուկրաինայի մասով, արդեն լիցենզիա են տալիս Ուկրաինային, որպեսզի Պետրիոտի հրթիռները կարողանա Ուկրաինան ինքնուրույն արտադրել։ Եվ դրանից բացի նմանատիպ հետաքրքիր լիցենզիաներ են տալիս եվրոպական երկրներին, դրանից բացի Abrams տանկերի արտադրման հնարավորություն, այսինքն հիմա թե Եվրոպան եւ թե Ուկրաինան արդեն ամերիկյան զենք արտադրելու լիցենզիա են ստանում։ Սա ամենակարևոր եւ մեծ ձեռքբերումն է Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ դա իրոք շատ բան է փոխում։ Թրամփը խոսում է այն մասին, որ շատ պատերազմներ է կարգավորել, թե ինքը սիրում է միշտ նման հայտարարություններ անել, ասում է, որ այս մեկը կարծում էր, թե ամենահեշտը կլինի, բայց շատ բարդ դուրս եկավ այս պատերազմը, քանի որ Պուտինը շատ դժվար կերպար է եւ այս տղան նույնպես շատ դժվար կերպար է Զելենսկիին նկատի ուներ Թրամփը։ Թրամփը նաեւ ասել է, որ ռուսական նավթա վերամշակման գործարաններին հարվածները դրանք էսկալացիա են, բայց կարող են օգնել նաեւ բանակցությունների գործում, հակամարտության կարգավորման գործում։ Եվ Թրամփը ճիշտ է ասում այն առումով, որ պատահական չէ այս հայտարարությունը, քանի որ հետո մենք լսում ենք նաև Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի հայտարարությունը, որը որ ավելի հեռու է գնում։ Մարկո Ռուբիոն այդ հանդիպման ընթացքում հայտարարել է այն, որ շատ հետաքրքիր դինամիկա է նկատվում վերջին ամիսներին, եւ խոսքը կոնկրետ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հնարավորություններին։ Ուկրաինան անընդհատ կարողանում է ավելի ու ավելի խորքը հարվածել Ռուսաստանի տարածքում եւ փաստացի Մարկո Ռուբիոն ասում է, որ Ռուսաստանին ավելի ու ավելի է օրեցօր դժվար դառնում պաշտպանել իրենց օդային տարածքը։ Եվ Մարկո Ռուբիոյի կարծիքով հիմա դա շատ լավ հնարավորություն է ստեղծում, որպեսզի բանակցություններ տեղի ունենան եւ բանակցությունների ընթացքում այս պատերազմը ավարտվի։ Այսինքն թե Թրամփի հայտարարությունից եւ թե Մարկո Ռուբիոյի հայտարարությունից մենք հասկանում ենք, որ հիմա Թրամփը եւ Մարկո Ռուբիոն դիտարկում են ուկրաինական հերահար հարվածները Ռուսաստանի խորքում որպես լավ բանակցությունների հիմք, որոնք որ ստիպում են Ռուսաստանին բանակցել Ուկրաինայի հետ եւ այս պատերազմը ավարտին հասցնել։ Սա շատ կտրուկ փոփոխություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ եւ սա իրոք հեղափոխական փոփոխություն է Թրամփի եւ Ռուբիոյի դիրքորոշման մեջ, նաեւ այն առումով, որ տալու են հնարավորություն Ուկրաինային Պետրիոտ համակարգեր
արտադրեր Patriot հերթիրներ։ Դրանից բացի ամենակարևոր հայտարարություններից մեկը այն եղավ, որ Թրամփը ասում է, որ մենք չենք բացառում, որ Ուկրաինայի երկիրը կարող ենք փակել որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Սա շատ հետաքրքիր հայտարարություն է եւ ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերվում է արդեն պատերազմի ավարտից հետո։ Ես սա ընդհանրապես կարդացել եմ Telegram-յան ալիքներում այս հայտարարությունը, չեմ տեսել կենթանի հայտարարությունը, տարբեր հայտարարություններ ենք նայում, բայց կան հայտարարություններ, որ շատ արագ ենք ստանում եւ ուզում եմ այդ հայտարարությանը մասին ձեզ տեղեկացնել, որ Թրամփը այդպիսի հայտարարություն է արել եւ հավանաբար այդ հայտարարությունը վերաբերվում է պատերազմը ավարտից հետոյի, կան պատերազմը ավարտից հետո, որպես երաշխավոր Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է փակել Ուկրաինայի օդը, որպեսզի Ռուսաստանը այլևս չսկսի պատերազմ եւ չսկսի նոր հարվածներ հասցնել Կիևին, Խարկովին եւ այդպես շարունակ։ Հետո Թրամփը ասել է Զելենսկին կգնաս արդյոք Մոսկվա, իսկ Զելենսկին պատասխանել է դժվար է, այնտեղ շատ ուկրաինական ԱԹՍ-ներ կան։ Այստեղ հետաքրքիր է այս հումորը նրանով, որ սա շատ վատ իրավիճակում է դնում իրականում Պուտինին, եթե նման հումորով հայտարարություններ են արվում, դա հստակ վկայում է այն մասին, որ Պուտինի վիճակը իրոք շատ բարդ է։ Հիմա հասկանանք, թե ինչ կա Իրանի շուրջ։ Եվ Իրանի շուրջ նույնպես այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք որ կարևոր է նկատել։ Ես արդեն ամենասկզբում նշեցի, որ Իրանը փաստացի Թրամփի այս հայտարարություններից հետո եւ ամերիկյան հարվածներից հետո դուրս է գալիս բանակցային գործընթացից նման հայտարարություն եղավ։ Բայց կարևոր է նաեւ հասկանալ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում են կտրուկ իրենց հայտարարությունների ոճը եւ գործողությունները, եթե Թրամփը սխալվեց եւ ասեց, որ Ճապոնիայի իսլամական Հանրապետությունը հարձակվել է մեր ավիակիրի վրա, երևի ինքը նկատի ուներ, որ ավիակիրի վրա հիմա են հարձակվել Իրանի կողմից, ուրեմն նշանակում է, որ Իրանը լուրջ ձևով խախտել է հրադադարի ռեժիմը եւ հիմա փաստացի դուրս է գալիս այդ ինֆորմացիան, որ ոչ միայն տանկերների է հարվածել Իրանը, այլ կոնկրետ գրոհել է ամերիկյան կարևոր ռազմանավի վրա։ Եվ դրա համար այդպիսի կոշտ պատասխան է ստացել Իրանը։ Եվ Թրամփը ասում է, որ ես հավանաբար այսօր գիշերը կրկին ուժեղ հարված հասցնեմ նրանց, այսինքն Իրանին։ Ես նրանց մի փոքր նախազգուշացում եմ տալիս, ասում է Թրամփը, նա խոսել է, որ թույլ էր տվել իրանցիներին ուղարկավորել իրենց հոգևոր առաջնորդին, բայց փոխարենը նրանք հարձակվեցին հիմա պարզվում է Միացյալ Նահանգների նավի վրա։ Դրանից բացի Փիթ Հեքսեթը, ով որ պետք է մեկներ Իսրայել եւ չմեկնեց Իսրայել, հայտարարում է, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին եւ ավելի լայնամասշտաբ, խոշոր եւ լուրջ հարվածներ, ավելի խորքը Իրանի կարող է հասցվեն արդեն այսօր գիշերը։ Հետաքրքիր շատ հայտարարություններ են, ասեմ, որ Իսրայելը նույնպես պատրաստվում է այդ սցենարին, քանի որ ի պատասխան կարող է իրենք փորձեն նաև հարված հասցնել իրանցիները Իսրայելին նույնպես։ Պարսից ծոցի երկրներին միանշանակ հարվածելու է Իրանը, ի պատասխան, քանի որ այնտեղ գտնվում են ամերիկյան ռազմաբազաները, եւ սա արդեն նշանակում է, որ պատերազմը վերսկսվում է։ Ամենայն հավանականությամբ պատերազմը վերսկսվում է։ Եվ վերջում անդրադառնանք Պուտինի այսօրվա խորհրդակցությանը եւ արագ արված հայտարարություններին, նոր հանձնարարություններին։ Մենք տեսնում ենք, որ լուրջ ճգնաժամ է վառելիքի Ռուսաստանում եւ հիմա արգելք է դրվում Ռուսաստանից վառելիք արտահանելը, հակառակը Ռուսաստանը ներկրելու է վառելիք։ Պուտինը հանձնարարել է շատ արագ կարգավորել Ղրիմում վառելիքի հարցը, չգիտեմ թե ինչպես են կարգավորելու, քանի որ միայն այսօրվա ընթացքում 9 տանկեր է խոցել
Ուկրաինան հենց Կերչում, որոնք որ նավթ էին փորձում տեղափոխել, բոլոր ճանապարհների վրա ուկրաինական դրոններ են, ոչ ճանապարհով, ոչ էլ ծովով չեն կարող այս պահի դրությամբ նավթ տեղափոխել։ Ռիմի կամուրջն է միակ ճանապարհը, բայց այդտեղով իսկ սահմանափակումներ կա, քանի որ Ուկրաինան կարող է հարված հասցնել այդտեղ մեքենաներին կամրջի վրա եւ կարող է ամբողջ կամուրջը պայթի։ Տեսնենք։ Բայց Պուտինը հանձնարարել է շատ արագ կարգավորել Ղրիմում վառելիքի հարցը։ Պուտինը նաեւ խնդրել է, որպիսի բոլոր որոշումները շատ օպերատիվ կայացվեն, բայց նույն ժամանակ Պուտինը հանձնարարել է, որ որպես առաջնություն, որպես առաջնահերթություն զորքին մատակարարվի վառելիք, այսինքն առաջին հերթին զորքը, պատերազմող զորքը, հետո նոր բնակչությունը, ահա այսպիսի հանձնարարություններ է տվել Պուտինը եւ սա կրկին մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանում բավականին բարդ իրավիճակ է վառելիքի հետ կապված։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։